Ժողովուրդ, գիտես կամ գիտեք խի մեզ մոտ չի ստացվում երկիր կերտել, պետություն ունենալ, պետություն ստեղծել, որովհետև ազգային նկարագիր է դարձել ու արդեն վաղուց չարչիությունը։ Չարչիությունը երկիրը կոնկրետություն է պահանջում։ Իսկ մեր ժողովրդի մի զգալի մասը ու նրանցից իշխանություն ձևավորած կամ իշխանություններին քվետված մի զգալի մասը չարչիությունը հոգու մեջ ապրում է, հոգով չարչիներ են։ Չես կարա կոնկրետ բան խոսած մարդու հետ, կոնկրետ բան պայմանավորվել հասկացություն չկա։ Ամեն ինչ մոտավոր է, ամեն ինչ լղոզված է։ Ամեն խոսք կարելի է վերանայել։ Չարչիությունը թույլ չի տալի, որպեսզի հայ ազգը ունենա պետություն, ու այդ չարչիությունը դարել է ազգային նկարագիր։ Գնացեք արհեստավորների մեծ մասի մոտ, որ արհեստավոր են, չէ, առևտրական չեն։ Ու դա առևտրականության մասին չի խոսքի դեպ։ Չարչիություն եւ որ ասում եմ, ես առևտուր նկատի չունեմ։ Գնացեք արհեստավորներից մի զգալի մասի մոտ։ Օր ես խոսում, բան ես պայմանավորում, գնում ես, օրդ չկա, այդ օրին չի եղե, ժամկետա շեղվե ու էլ իշքան։ Կոնկրետ արդյունք ես խոսացել, գնում ես, քո արդյունքը չկա։ Գործի ընթացքում ինչ որ խնդիրներ են առաջացել, որ պարտավոր է լուծի, մեկ էլ տեսար այդ լուծման համար լրացուցիչ գումարներ է ի հայտ գալիս։ Ցանկացած պայմանավորվածություն, որ երկրում տեղի է ունենում, լուրջ վտանգի տակ է, որ հեսա այդ պայմանավորվածությունը ինչ որ ձև փոխվելու է։ Դա թե բանավոր պայմանավորվածությանն է վերաբերում, թե նույնիսկ գրավոր պայմանավորվածությանը։ Հիվանդը գալիս է, ես մի օրինակ բերեմ, հիվանդը գալիս է, կամ զանգել է ուզում է ժամ վերցնի։ Ասում է ձեզ ժամը քանիսին է հարմար, ասում եմ դու ասեք։ Ասում է ես ինչ օրը առավոտյան, ասում եմ առավոտյան ժամը 10-ին լավ է։ Ասում է իսկ կլինի 10:30։ Սակարկում է։ Ասում եմ 10:30։ Ասում է չէ լավ, արեք թողնի 10-ին։ Օրինակ, ինչ թիվ խոսում ես, ինքը անպայման պետք է սակարկի։ Դեղ ես նշանակում, ասում ես 3 հատ դեղ պետք է խմես։ Ասում ես չի լինի 2 հատ խմեմ։ Պետք է սակարկի։ Ասում ես ենթադրենք, չգիտեմ, մի շաբաթից կամ 10 օրից զանգի։ Զանգում է 15 օրից։ Ասում է մոռացել էի։ Ասում ես դեղերը խմի չդադարեցնես, դեղերը դադարեցնում զանգում, ասում է դուք ինձ ասել էիք, որ զանգեմ։ Ասում եմ եւ, դե ասում է դեղերը արդեն պրծել եմ, նորից վատ եմ։ Ասում եմ քեզ ասել են դեղերը պրծի, ասում է չէ։ Բախ ես դադարեցի, դե ես իմ լավ էի դադարեցրի։ Ասում քեզ հատուկ զգուշացրել եմ, չէ, ինչքան էլ լավ լինես, դեղերը չդադարեցնես։ Ասում է դե ես իմ։ Հասկանում եք, չկա պայմանավորվածություն։ Չկա համաձայնություն։ Մարդու հետ ես էսի մենակ իմ պրոֆիլից եմ ասում, հեսա կանցնեմ ամբողջ երկրի հարցերին։ Իմ պրոֆիլից մարդուն դեղը նշանակել ես, բացատրել ես ինչ դեղ է, ասել ես ինչպեսի կողմնակի արդյունք էֆեկտներ ունի։ Օրինակ, կարա ստամոքսը ցավացնի, եթե օրինակ ասպիրին ես, խոսքի օրինակ եմ ասում, ասպիրին ես նշանակել, կարա ստամոքսը ցավացնի։ Դրա համար ինչ որ դեղ ես հետը նշանակել, որ չցավացնի։ Կողմնակի էֆեկտները չեզոքացնելու համար։ Կամ ասում ես ուտելու ժամանակ կամ ուտելուց հետո կխմես դեղը։ Օրինակ։ Մեկ է զանգում է, բարև ձեզ բժիշկ, ասում եմ բարև ձեզ։ Ես ստե ինստրուկցիայում կարդացի, ասում եմ եւ ստեղ գրած է, որ կարա ստամոքսը ցավացնի այս դեղը։ Ասենք թե։ Ասում եմ ես ուրախ եմ, որ դուք կարդալ գիտեք։ Ես ուղղակի զարմացած եմ, հիացած եմ, որ դուք կարդալ գիտեք, բայց կարող է այդ ինստրուկցիան մի 10 անգամ, մի 10 տարի կամ 20 տարի առաջ ես եմ կարդացել։ Չի ասում ուղղակի ասեցի դուք գիտեք, որ սենց է։ Լիքը պացիենտներ զանգում են ինստրուկցիան կարդալուց հետո նույն հարցերն են տալի, ինչ որ դուք կոնսուլտացիայի ժամանակ արդեն ներկայացրել ես։ Ասում եմ դուք հասկանում եք, որ դուք երկրորդ կոնսուլտացիան եք իմ գլխին բացում, այն դեպքում, երբ որ այս աշխատանքը ես արդեն ձեզ հետ արել եմ։ Չարչի, հասկանում եք, հոգով չարչի։ Հնարավոր չի մարդկանց հետ մի բան պայմանավորվել ու վեր կենալ ամեն մեկը իրենից հասանելիքը պայմանի, իրենից հասանելիքը գնա ու անի։ Հնարավոր չի։
կեսից պետք է անպայման վերանայեն ցանկացած պայմանավորվածություն։ Կեսից պիտի անպայման սակարկեն ցանկացած համաձայնություն։ Հոգով չարչի, հույս ունենամ, որ արյունով չարչի չեն։ Ու այս հոգով չարչիների ձեռը հիմա Facebook-ը անգե, այն որ ինստրուկցիան է կարում կարդա, իրան թվում է թե ինքը արդեն բժշկություն գիտի։ Ոնց է հիվանդը ինստրուկցիան կարդում, իրան թվում է թե ինքը արդեն կարա բժշկին բան բացատրի։ Հասկանում ես։ Նույն ձև Facebook հանգե ձեռները։ Իրանց թվում է թե իրանցից 1000 գլուխ ավելի խելացի մեկին կապ չունի ինչ հարց է։ Կարան բան բացատրեն։ Կարան ուղղություն տան, գնահատական տան։ Սաղ կյանքները ծույլիկ են եղել։ Սաղ կյանքները 2-ից ու 3-ից բացի ուրիշ բան չեն ստացել։ Ոչ դպրոցում, ոչ ինստիտուտում։ Հիմա իրան գնահատական են դնում։ Չարչի ու այս չարչիների ձեռնա վլաստը։ Խոսքա տվեք, գալու եմ իշխանության, հանցագործության դեմ պայքարելու եմ, թալանչիների պատասխանատվության եմ ենթարկելու, չգիտեմ, բանը Արցախի հարցն էլ լուծելու եմ։ Խոսքա տվեք։ Նորմալ ազգի մոտ մեկը չէր կարող թփրտար այս պայմանները խախտելուց հետո։ Եկել ես, ասել ես հանցագործության դեմ պայքարելու եմ։ Ինչի ամեն երկրորդ օրը դանակահարություն ու գնդակահարություն փողոցներում ես, վերջերս էլ եկեղեցու մեջ։ Ընկեր խոսք ես տվել, արել ես չէ, սիկտիր այդ քաշի գնա չես արել։ Վերջ պայմանը խախտել ես։ Բայց ազգս չարչու հոգեբանական նկարագրով, ասում է դե չի ստացվում էլի։ Դե գիտեք, դե ոչինչ լավ։ Ոչ սրանք են կարում պայմանին տերը լինեն, ոչ էլ նա է կարում պայմանին։ Ասելա Ղարաբաղը պահելու եմ, հա։ Պահել ես ընկեր չէ։ Դե հա հետը հելար ընկեր։ Հելար վերջ, պայմանա էտի։ Անունն է դրել ես քաղաքացիական պայմանագիր։ Քանյակ պայման եք խախտի, այդ չարչիներ։ Հոգով չարչիներ։ Գիտեք ինչ եմ ասում արունով չարչի, որտեվ հույս ունեմ, որ մի լավ մշակվելուց եւ դաստիարակվելուց հետո սրանք խելքի կգան։ Այդ հույսը ունեմ։ Չարչի բան ես խոսացել, տերեղի ասացի տարա։ Բան ես պայմանավորվել, տերեղի ասացի։ Եթե ես ժողովուրդը ու ես ազգը չունենար չարչու հոգեբանական նկարագիր, ոչ բանը Քոչարյանը կարա նորից վերադառնալ, ոչ Սերժենք կարային ինչ-որ խաղեր տային, առավել ևս վաղուց Նիկոլն էլ իշխանության չէր։ Այս ամեն ինչը հենց հիմա գոյություն ունի, որտեղ չարչու նկարագիր։ Ընդե գրել է անխոչնդոտ միջանցք եկել ասթե ուրիշ հեքիաթ է պատմում, ընդեղ շարունակում են իրանցը, սա լրիվ ուրիշ զակ չոլ մստում, ժողովուրդն ասած տոլերանտ նայում է այս ամեն ինչին, որտեղ իր չարչի հոգեբանության, չարչի իշխանությունը։ Իրար լավ հասկանում են։ Ուստի ով չի այս ամեն ինչի մեջ ընդհանուր ֆոնի վրա լավ նայվում են մարդիկ, ովքեր կոնկրետություն են պահանջում, մեկը ես։ Արաս մենք հերիք եկավ, զզվցրիկ այ ընկեր։ Այդ չարչիներ։ Բան եք խոսացեք տերեղ եք, կամ էլ մի խոսացեք։ Սաղ հայ տղամարդկանց հետ խոսա։ Երևի թե հազվադեպ կլինեն են տղամարդիկ, ովքեր Լևի էթալը, ամուսնացած տղամարդու Լևի էթալը շատ ծանր կտանեն։ Բոլորի համար սովորական բան է, էլի, դե հիմա տղամարդա մի օր էլ Լևիա գնաց։ Հարցրեք հայ տղամարդկանց։ Արա ընկեր կանգնել ես եկեղեցու առաջ, խաչի առաջ, Աստծո առաջ, կանգնել ես երթում ես տվել քո կնոջը հավատարմության։ Խոսք ես տվել, չէ՞։ Պահի խոսքդ ընկեր ջան։ Հələ պահի խոսքդ ընկեր, գլուխ մի գովա որ խոսքդ խախտել ես, դրժել ես։ Տերեղի ասացի, ընկեր։ Չէ, էլի չարչի։ Ադե լավ, հա, դե ասեցինք հետո մի քիչ ուրիշ ձև ալնում, դե հիմա մի քիչ սենց, մի քիչ նենց։ Եթե նույնիսկ խախտում եք այդ խոստումը, գոնե թաքուն պահեք, այ ընկեր։ Գոնե ամաչեք դրանից, իմացեք, որ էդի ընկեր ջան, ասել ու ասածից թռնել է, խոսք տալ ու խոսքից թռնել է։ Դա տղամարդկություն չի, այ ընկեր։ Ես այս օրինակներով կենցաղային, ուզում եմ ցույց տամ, որ այնպես չի մի պահ, ուղղակի մտքովս բանը անցե, բայց ամեն անգամ ասում ես չասես, այ մարդ չասես, դե լավ է, պետք չի ասել։ Պետք չի ասել։ Քաղաքականություն տես բան է, մարդկանց մեծ մասին պիտի գերես, ոչ թե վանես, բայց մարդկանց մի զգալի մասը գուցե հենց մեծ մասը, այդ չարչիներն են, ազգի մի զգալի մասը այդ չարչիներն են։
Ու խոսքը կրկնում եմ առևտրականի մասին չի, խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր չունեն սրբություն, սկզբունք, պատրաստ են ցանկացած պահի սակարկել։ Թաթոյանը հայտարարություն արել, ուզում ենք բան դառնանք։ Խոստանում ենք հարկերը իջացնել, նվազացնել, կողից է գալիս ասում է մեկը ուրիշ իրանց թիմից, էլի նույն պրեզենտացիայի ժամանակ։ Բժշկությունը լինելու է ձրի, չգիտեմ ինչը լինելու է ձրի։ Արանգեր ջան, եթե հարկերը պակասացնում ես, հարկերը տենց իջացնելու ես, այդ սա ձրի ում հաշվին ես անելու։ Ում հաշվին ես ձրի անելու, ենթադրենք բժշկությունը։ Ես դեմ չեմ, ումից ուզում ես ընկեր ջան, այդ փողը հենց հետաքրքիր չի, վերջով է վճարելու բժշկին։ Սովետի ժամանակ էլ բժշկին վճարում էին, ստրուկի պես չէին աշխատացնում։ Պետությունն էր վճարում։ Չի կարելի այս աստիճան չար չի լինել։ Թաթոյանին չեմ հիմա ուզում ուղակի կպնել, որովհետև Թաթոյանը նոր է, 100-100-ից 1000-1000-ից շատ ավելի լավն է մենակ այնքանով, որ հետևից ու խնդիրներ կան, բայց ոչ այն մասշտաբի, որ սրանց ու նախկինների կամ Թաթոյանի նախկին գործընկերների հետ կա։ Դրա մասին չեմ ուզում խոսամ։ Ուզում եմ ցանկացած մեկը վերակենը մնես բաներա խոստանում մնես, արեք ընկեր։ Գործարան կսարքենք էս կա, այս սարքեք ընկեր, սարքեք, ինչին եք սպասում, պետք է անպայման լես վարչապետ, որ գործարան սարքես, գնա սարքի ընկեր, կամ այսքան տասնյակ տարիներ ձեր ձեռն ա եղել, մեշոկներով փող եք ֆրծրել, ավտոների բագաժնիկներով փող եք բաժանել ընտրարշավների ժամանակ, սարքեիք ընկեր, այդ բագաժնիկով փողը ոչ թե Սերժի ընտրության վաղ ծախսեիք, գնայիք գործարան սարքեիք, Հեմի նորից ուշ չեք եկե, որ կարելի է գործարան սարքել։ Ու այս ժողովուրդն էլ արա դե գիտես, մեր զեմլյակն է, մեր բարեկամն է, մեր ծանոթն է, այն մեկը դե վատ տղա չի, փսակվեք հետը։ Փեսա տարեք ձեզի վատ տղա չի, երկրի գլխին բերում եք, չարչիներին դնեք, որ ինչ անեն։ Պետությունը դա կոնկրետություն է, դա պայման է, դա օրենք է, կարգ է, սահմանադրություն է, խախտողին էլ լրջագույն պատասխանատվության են ենթարկում, ասենց աշկաչափով, սակարկելով, ցանկացած բան խոսում ես մարդու հետ, ցավում է, չէ չի ցավում, ասում ես էս ինչ տեղը ցավում է, չէ չի ցավում, Այն ասում ես, այս ինչ տեղը պետք է ցավա, ես զգում եմ, որ դու այդ քո հիվանդության դրսևորումներից մեկը պետք է լինի ենթադրենք ոտքերում ցավը, հոդերում, մկաններում ցավը, չի ցավում ասում է։ Վերջը մեկ էլ կողից ասենք, թե կինը կամ ամուսինը ասում է, ոչ չի ցավում, չես ասում ցավ, ասում է դե դա երկար կանգնելուց է։ Հարգելի իդիոտ, երկար կանգնելուց է, կարճ կանգնելուց է, ես հարցնում եմ ինչից է ցավում, ես ասում ցավ ունես ոտքերում, թե չէ, դու էլ ունես փաստորեն, բայց քո մեջ գցե բռնել ես, դե դա կայնելուց է, դա պետք չի բժշկի հետ կիսվեմ, բայց բժիշկը խեղդում ասում է, ասա, պետք է որ դա ցավը լինի, ինքը ինչ չի գանգատում, ես իրան իր սիմպտոմները պատմում եմ, չար չի, հոգով, անմտածված, անգիտակից, ենթագիտակից չար չիներ են։ Ու համատարած, ու ենչն է այս ամեն ինչը, եթե նրանք բժշկության մեջ են սենց իրանց պահում, երբ որ իրանց առաջ պրոֆեսորան նստած, դիագնոզի մեջ են սենց պահում, բուժման մեջ են սենց պահում, դիագնոզը դնում ես, ասում է, բայց տենց հա, որ տենց ոնց կլինի, ինձ ասել են ճիճույա, ասում են, որդով են ասել, լուրերով են ձեզ ասել, չէ ասում է, դե ասում են, որ էդի ճիճվից է լինում, բերանից ջուր գնալը ճիճվի, ասում եմ ճիճվից չի, Դեմքի վրա կամ կողքի վրա պարկելուց է, թքարտադրություն է լինում, բերանից գնում է, ճիճվից չի, ուսես վերապահումով, յանի այս լավ բժիշկ չի, էլի լավ չի հասկանում, որ իր խելքին չես ընկնում, այսինքն ինքը տնային տնտեսու է, կամ չգիտեմ, տաքսիստ է, կամ ինժեներ է, կամ չգիտեմ, բիզնեսմեն է, դու որ քո բժիշկ հալին իր խելքին չես ընկնում, ուրեմն դու լավ բժիշկ չես, Հիմա նույնը եկել է երկրի առաջա կանգնած, եթե դու այդ նախրի խելքին չես ընկնում, նախրի միջի մոզին չես դառնում, նախրի միջի էշի ճակատը չես էտում պաչում, ուրեմն դու լավ չես հասկանում քաղաքականությունից, դու լավ չես հասկանում քաղաքականությունից նա է լավ հասկանում, ով որ գնում նախրի միջի էշի ճակատը պաչում է, երեք հարցազրույցի եմ, հարցեր են տվել, բոլոր հարցերին սպառիչ պատասխանել եմ,
Եղել են հարցեր, որոնց դիվանագիտորեն են պատասխանել։ Ասում եմ, տենց էլ կոնկրետ պատասխան չհասկացանք։ Իդիոտ, որ դու իմ մակարդակին չես, որ իմ խոսքը հասկանաս։ Ես եմ մեղավոր։ Գնա դպրոցի դասատուին ասա։ Գնա դպրոցի դասատուին ասա, թե դու խի ես այդքան ախմախ։ Բայց ես պետք է պարզամտանամ այնքան, որ ամեն վերջի դեգեներատին հասկանալի դառնա։ Ախր դա բարդ հարցեր է։ Դու կարաս ենթադրենք բարձրագույն մաթեմատիկայի մասին, դասախոսին պահանջես այնպես խոսա, որ ասենք բազմապատկության աղյուսակը հազիվ իմացող մեկը հասկանա բարձրագույն մաթեմատիկա։ Չես կարա։ Բայց նույնն էլ բարձրագույն քաղաքականությունն է։ Ոնց կարա դու ես խոսած, որ ասենք այն մեկը որ սկի, մեկին գումարած երկուսը դժվարությամբ է մտապահում կամ մտաբերում, հիշի։ Ու էլի այդ նույն չարչիությունը, այստեղ կոնկրետություն է պետք, չէ ախպեր ջան, իմ մակարդակը, իր մակարդակը։ Դե հիմա մարդս մարդ լինի։ Մարդս մարդ լինի։ Բայց այստեղ մարդը մարդ չի։ Մարդը չարչի է։ Հոգով։ Մի րոպե։ Հագեք դուռը խնդրում եմ։ Տան գնացել են կողքի տունը խաշում տան։ Կներեք ես թարգման համար։ Օ հիմա մտածում ես ախպեր ջան, այս նյութով ինչ է հնարավոր անել։ Ինչ է հնարավոր փոխել։ Ես չարչի չեմ դառնա։ Ու լիքը մարդիկ գիտեմ սկզբունքային, որոնք ոչ մի դեպքում նախրի միջի էշի ճակատը չեն պատճելու։ Բայց մի հատ քերքներդ գլուխները թավակեք, մի հատ մտածեք էլի ժողովուրդ ջան։ Խոսքս չի վերաբերվում բոլորին, բայց մի զգալի մասին է վերաբերվում։ Այդ զգալի մասը երկրում տրամադրություն է ձևավորում։ Այդ զգալի մասը ազգային նկարագիր է դառել։ Հələ մի հատ գնացեք մի տենց բարձրագույն կրթության կամ չգիտեմ, մի տենց ռուսի հարցրեք հայերն ովքեր են։ Հիշեք ինչ էին պատասխանում 80-ականներին, ովքեր են հայերը։ Գնացեք հիմա հարցրեք ինչ են պատասխանում, ովքեր են հայերը։ Այդ նույն հայերն են, բայց մարդկանց մոտ տպավորություն է փոխվել, պատկերացում է փոխվել։ Որևիցե կոնկրետություն, որևիցե պայմանավորվածություն, որևիցե հստակություն։ Մարդիկ գործի են ընդունում աշխատավարձի մասին խոսակցություն չկա։ Հրավիրում են աշխատանքի, աշխատավարձը գրած չի։ Այ ընկեր, գործի ես հրավիրում, աշխատավարձը քիչ ես ասում։ Հարցազրույց է անցնում, մարդը աշխատավարձը հարցազրույցը անցել, էլի հələ չգիտի ինչքան են վճարելու։ Ասենց չի կարա լինի։ Այս մոտավորությամբ, այս աշկաչափով վաղուց մարդիկ մետր են հորինել, կալկուլյատոր, թիվ, թվաբանություն, կոնկրետություն։ Դեղի դոզա ես գրում, ասենք գրել եմ 40 միլիգրամ, ասում եմ դա շատ չի։ Ասում եմ դու տեղյակ ես, այս դեղի ինչ դոզաներով ալել, ասում եմ չէ։ Ասում եմ, բան չի ենթադրել, որ 40-ը շատ է։ Դու ես իմ ասում եմ։ Հասկանում եք, կամ դեղ ես գրել 500 միլիգրամ։ Եթե մասնագետը լինի, որը գիտի, որ մինչ 250 են նշանակում, հիմա ես 500 եմ գրել, կասի շատ չի, մասնագետ չի, առաջի անգամ է դեղը լսում, դեղի անունը լսում, ու այդ դեղի դոզան լսում, առաջի անգամ։ Ասում ես կգնաս 500 միլիգրամ, որը չգիտեմ, ասենք թե 3 անգամ կօգտագործես։ Ասում եմ դա շատ չի։ Սակարկում է, հասկանում ես, անընդհատ սակարկում է։ Էսի հələ շուկա չի հասել։ Էսի հələ շուկայական հարաբերությունների մասին չի։ Սովորական կենցաղային, մասնագիտական կամ որոշ առումով պաշտոնական շփումների մասին է խոսքը։ Ու այս հոգով չարչիները լավ երգիր են ուզում, լավ կյանք են ուզում։ Տենց չի լինի, ախպեր ջան, աշխատեք ձեր վրա։ Ես սիրում եմ ազատություն, շատ եմ սիրում, գժվում եմ ազատության համար, ատում եմ հարկադրանքը, պարտադրանքը, ընկեր, բայց գոյություն ունի պայման։ Եթե մենք համաձայնվել ենք, որ դու գալու ես աշխատես, անես SSS բաները, հա, ու ստանալու է SSS արդյունքը,
Գնա այդ արդյունքը ինձ տուր ընկեր, արդյունքը չտվիր բազարա։ Ես ընդունվել եմ գործի։ Ինձ ենթադրենք ասում են, գիտես ինչ կա, գալու է օրը ենթադրենք 30 հիվանդ, պետք է 30 հիվանդի ախտորոշես, բուժես, ճամփու դնես։ Հարց չկա։ Եկավ 33 հիվանդ, էլի հարց չկա։ Եկավ 35 հիվանդ, էլի հարց չկա։ Բայց 40 հիվանդի վրա անգամ պիտի վերաբերմունք ցույց տաս արդեն։ Գործը մեր պայմանավորվածից շատ ա եղել։ Շատ ա եղել։ Օրինակ եմ ասում։ Կամ ասել ես 30 հիվանդ, 15 հիվանդ ա գալի։ Ընկեր են 15 հիվանդի պարապության ժամանակը ես չեմ ուզում ինձ կայֆավատ լինեմ։ Ես ուզում եմ աշխատեմ։ Ես գործի եմ եկել, որ աշխատեմ։ Ասում եմ, դե լավ չի ասում, ենթադրենք։ Ծանրաբեռնվածությունը քիչ է։ Չէ, լավ չի։ Որովհետև եթե ես պիտի Հավայի գործի տեղը նստեմ, կլեմ գեթամ տունս կամ չգիտեմ, իմ ուզած տեղը, իմ ուզած բանով կզբաղվեմ։ Ասել ես 30 հիվանդ, տուր ինձ 30 հիվանդ։ 15 ես տալի, հարց չկա, կրճատի ժամանակը, կրճատի չգիտեմ զբաղվածությունը, հարց չկա, բայց պայման ենք կապեք, պայմանը պիտի պահվի։ Չեմ ասում միլիմետրի ճշտությամբ, ես ամեն ինչ եմ հասկանում, բայց պիտի պահվի ինգեր պայմանը։ Ու երգիրն էլ, պայման ենք կապում, դու ընտրում ես ինձ, ես քո համար անում եմ այս ինչ բաները, պտի անես ընկեր, չարեցիր, ժողովուրդը ոչ թե պտի ասի դե լավ, ոչինչ, եթե չարչի չի, եթե հոգով չարչի չի, պտի աշկերը հանի, ասի ես ինչ ես անում, մենք բան էինք պայմանավորվել։ Հոգով չարչիների համար տխուր ալնելու, եթե ես եկա իշխանության։ Ես տես չեմ ասում, այ Նիկոլ, դրանց Նիկոլն էլ է մեղավոր, այն մեկը, դրանք սաղ մեղավոր են, դրանք սաղ պատասխան են տալու։ Բայց դուք, հարգելի ՀՀ քաղաքացիներ, պակաս մեղավոր չեք, ձեր ծոցից են դուս եկել, թե Լևոն Տեր-Պետրոսյանը դուք եք իրան ընտրել, դուք, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը, ձեր ծոցից են դուրս եկել, դուք եք իրանց հանդուրժե։ Հազարներով, 100 հազարներով մարդիկ ընտրակաշարք են վերցրել։ Այդ մարդիկ գոնե բարոյական պատասխանատվության չպետք է ենթարկվեն, գոնե բարոյական գնահատականի չպետք է արժանանան, թե ձեռ չի տալի մարդկանց բան ասելը, իրանք մեր ընտրողներն են, թող գնան մեր օգտին քվեարկեն, դրա համար իրանց ջանջան ասենք, ձվածեղի խաթր թավի պոչն են լպստում։ તો թավեն պետք է քամակը մտցնես, տակ թավեն հագցնես քամակին իրենց վառես, ասես արա մոռացել ես այ ընտրակաշառակեր համբալ։ Մոռացել ես։ Սերժ Նիկոլ, բա դու ինչ ացուիր, բա դուք ինչով էիք զբաղված։ Բա դուք ինչը նախիր էիք, եզների հավաքածու էիք, մի հոգի, 50 հոգի, ոնց կարար այդքանի տրուլի տաներ։ Մի միլիոն մարդ Դավադի տեղը գնացել է։ Էդի մենակ իշխանությունից չի է Դավադի տեղը, էդի մեզնից է Դավադի տեղը։ Մեզնից մի միլիոն մարդ Դավադի տեղը գնացել է։ Ու մեկը չի կարա մեղադրի ասի խի ես գնացել։ Հիմքեր ուներ։ Մենք մնացել ենք, մենք դիմանում ենք, բայց ինչքան։ Ես գնալու խոսակցություն չեմ անում, ուրիշ բանի խոսակցություն եմ անում։ Ծույլիկ շանվորթիներ, ձեր չափը ճանաչեք։ Ձեր տեղը ճանաչեք այդ դասարանում։ Անդադ ասում են ախպեր լավ անես, լավ անես։ Դասարանը 25 հոգանոց է, 5-ը գերազանցիկ են։ Դասատուն եկել է, դաս չի անում, ստից զրուցում է, բամբասանքներ, կյանքից ինչ որ զրույցներ, դաս չի անում։ Մեկ էլ ասում է լավ երեխեք, էլ պետք չի միջև վերջ նստեք, էլ գնացեք տուն։ Դաս մի արեք։ Դասարանի ծանրակշիռ մեծամասնությունը ուրախանում է, մենք աշակերտ ենք եղել, չէ՞ գիտենք այդ ոնց ալնում։ Ուրախանում է, բայց դե երեխեքի տունն է քանդում այդ դասատուն։ Հիմա այն 5 գերազանցիկը, որ վեր կենան ասեն չենք ուզում մենք գնանք տուն, չենք ուզում որ դասի ժամանակ տենց թեթև զրից մրից լինի ձևական գնահատականներով։ Մենք ուզում ենք առարկա յուրացնենք, առարկան սովորացնենք, այն մնացածի համար այդ 5 գերազանցիկը դառնում են աշկի փուշ, չէ՞։ Կլյաուզնիկ, չգիտեմ ինչ, չէ՞։ Տենց չի ասեք հայք սխալ բաներ ես խոսում, մեր կյանքից չես խոսում, մեր կյանքում տենց բան չկա։ Եթե սխալ եմ ասում, ասեք մեր կյանքում տենց բան չկա, то հենց տենց էլ կա։
Այսինքն 20-25 հոգանոց դասարանի 5 գերազանցիկը ժերտվա են էթալու, են 20 հոգուն են 15 հոգուն։ Եթե դասատուն մի դեբիլի մեկն է, ով մսխում է այդ դասաժամը, ժամավաճառությամբ զբաղված ու կործանում է այդ երեխեքի ապագան, ովքեր չեն հասկանում, որ իրանց ապագան է կործանվում։ Հիմա էտա նույնը երկրի վիճակը։ Կա 3 միլիոն մարդ, այդ 3 միլիոնի մեջ հետ չլնի մի 500,000-ը երեխեքին ու տարեցներին շատ մեծերին, ծերունիներին չհաշված էլի։ Մի 500,000-ը ռեալ հասկանում է ինչա կատարվում։ Ու այդ 500,000-ն է, որ ընտրությունների չի գնում։ Հիասթափված sense ասում ասախ սուտ է։ Այն մնացածը հարց չկա, ինչքան ծույլիկ ապրենք, ինչքան դաշ չանենք, այնքան լավ։ Հետո վերջում դառը դաժան հետևանքների առաջ են կանգնում, ասում են բախիս են եղավ, այ էսի է մեղավոր ուրեմն։ Սա հետի է մեղավոր։ Քորլևոնը, չգիտեմ, Սերժը, Քոչը, Նիկոլը, բա դուք այ ընկեր։ Դուք ինչա նախիրեք։ Ես չեմ ուզում վիրավորեմ, ես հարց եմ տալիս, դուք նախիրեք։ Եթե դուք անպատասխանատու, անմեղսունակ նախիրեք, ուրեմն Սերժը, Քոչը, Լևոնն է մեղավոր։ Եթե դուք բանական էակներ եք, պատասխանատվության զգացում, ուրեմն դուք եք մեղավոր։ Ինչ որ չափով։ Ու ձեր այդ չարչիությունը վերանայեք։ Վերանայեք, ընկեր ջան։ Ամեն մեկը սկսեք ձեզ շտկել։ Մի քանի ամիս ժամանակ է մնացել մինչև ընտրություններ։ Ուզում եք ձեր ու ձեր երեխեքի համար լավ ապագա։ Շտկեք ինքներդ ձեզ, առաջինը դուք ձեզ փոխեք։ Ու իմ խոսալու մունաթին, որոշակի գռեհիկ բառերին, խնդրում եմ նկատողություն չանեք, աշկների թայն եմ հանում։ Չեք ուզում, մի նայեք ընկեր։ Գնացեք լիքը շատ կիրթ ու այսպես ոսկեղենիկ հայերենով խոսացողներ կան։ Հա, մեկ էլ մի ուրիշ բան էլ։ Ուրեմն դոգին բալետ անողները գալիս ընձի ասում են, բա չի ասենց գռեհիկ խոսում։ Բանը, բայց խորհուրդ է տալի, որ միանալ դոգին։ Դոգի հարցերը հələ անորոշ են ինձ համար։ Հələ տեսնենք դեպքերը ոնց են զարգանում, հետո կզրուցենք դրա մասին։ Բայց այնտեղ բալետ անողը գալի ինձի նկատողություն անում, ասում ախի էս բան անում։ Գռեհիկ բառերով խոսում, աշկի թայն եմ հանում, չարչի։ Այսինքն այնքան որ մի բանով կպնեն էլի, յանի իրանք բան են հասկանում, ծույլիկ շանվորդիներ։ Տեղը բերեք, համբալներ, տեղը բերեք։ Էս է հարցը, ընդունեք եսի աղբեր, մարդա ձեր վրա աշխատեք, խելքի տանք ես երկիրը երգիր սարքենք։ Ուրիշ ձև չկա, ուրիշ ձև չկա, գարելու են մեզի հեծնեն, խուզեն, կթեն, տեղն եկած տեղը մորթեն, հետո էլի ասենք աղբեր ջան, խիս են եղավ, ես հայի բախտը, ես ինչա։ Այդ մոտավորությունը, աշկաչափը, կպցնելը, հարմարացնելը, մանևրելը թարգեք ժողովուրդ ջան։ Եթե ուզում եք նորմալ պետություն, նորմալ երկիր, օրինապահ, խաղաղ, ներքին անդորով, հանրություն ու կյանք, եթե ուզում եք, ապա խեղդներդ գլուխները թավակեք, դադարեք այդ աշկաչափով, տենց գցել բռնելով, մուտիտով, կպցնելով էլ իշ բառեր կան, մի խոսքով։ Այս չարչի հոգեբանությունով, որը ազգային կերտվածք եք սարքել, թարգեք։ Դուք ինքներդ ձեզ փոխեք, սաղ երկիրը կդզվի։ Մենակ դուք ձեզ փոխեք, սաղ երկիրը կդզվի։ Ես ինձ փոխելու համար օր ծերության 45 տարեկան եմ, ընդունվել եմ ինստիտուտ, լրիվ ուրիշ ինստիտուտ, մի օր դրա մասին կխոսամ։ Ուսումնասիրում եմ պետության հիմնադրույթները։ Բարձրագույն կրթությունն եմ ստանում բժշկությունից բացի, պետության հիմնադրույթներն ուսումնասիրող։ Այն դեպքում, երբ որ բժշկության մեջ իմ գործերը վատ չեն, առնվազն։ Շատ քիչ մարդկանց գործեր են այնքան լավը բժշկության մեջ, ինչքան իմն է։ Բայց էլի ասում ես աղբեր, մինչև ես ընձի չփոխեմ, ես ընձի չկատարելագործեմ, ես ավելի լավը չդառնամ, քան երեք էի,
այս երկիրը լավը չի դառնալու։ Թերևս այսքանը, շնորհակալություն ինձ հանդուրժելու համար, շնորհակալություն հետևելու համար, շնորհակալություն են Facebook-յան էջերին, կանալներին, ովքեր այս տեսանյութը կտարածեն, խնդրում եմ այդ էջերին, Facebook-յան, այդ YouTube-յան, կներեք YouTube-յան այդ կանալներին, ովքեր տարածում են այս տեսանյութը, բաժանորդագրվեք, չգիտեմ ոնց դնդեղ ասում, սեղմեք լայք ու թող այդ կանալների հանդեպ էլ սա լինի իմ շնորհակալությունը, որ իմ խոսքը տարածում են։ Շնորհակալություն ցտեսություն։